չեմ ճանաչում ուրիշ մի ազգ, որ այսպիսի մի զորավոր պոտենցիալ կարող էր բաժանել, ուղղակի շռայլել։ Որևէ մեկ այս մարդկանց անունները ոչ լսել էր, ոչ գիտեր։ Հիմա այնքան են խոսում, որ Գենասկարյանը համարում է մեր ժամանակակից լազերի հայրերից։ Սարգիս Սողանալյան ունենք, հա։ Սամի վլիացելնի оружейный բարոն։ Այս մարդու մասին էսպես էին ասում։ Զարմանում եմ, թե ով շռայել, ինչքան շատ ես տվել ինձ, որքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։ Արամ Կարամանուկյանը համարվում է Սիրիայի բանակի հիմնադիրներից։ Ուզբեկ բարմավելյան։ Օրինակի համար եմ ասում, թողի տալացի, թողի իսպանացի։ Ու ինքը հենց տենց էլ ասում, բոժի մոյ, վեճ Արմենիա построили этот город։ Մարդու անունը պիտի դառնա ցեղի ժառանգությունը, հակառակ դեպքում այդ ժառանգությունը կհամարվի կորսված։ Ռոմեական կայսրերն ասում են սարսափում էին Կիլիկիայի ծովահեններից։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց եւ տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր գրող Էդուարդ Մանվելյանն է։ Բարև եկեք։ Բարև ձեզ։ Պարոն Մանվելյան, նախ շնորհավորում եմ, առիթը հիմա շատերը կիմանան, թե ինչն է։ Երկու գիրք վերահրատարակվել է ձեր գրքերից։ 4-րդ թե 5-րդ անգամ ուղղեք ինձ, եթե ճիշտ չեմ ասում, իդեպ պարոն Մանվելյանը կարող է հպարտանալ, որովհետև ես չեմ հիշում անձամբ էլի հեղինակ, ում գրքերը ժամանակակից մեր պատմության մեջ այդչափ վերահրատարակվում են։ Անկեղծ ասած չգիտեմ, չեմ կարող ասել, չեմ հետաքրքրվել, բայց եթե հաշվի առնենք ժամանակը, որովհետև դեռ 2 տարին հազիվ է անցել, հա, 2 տարվա մեջ ես էլ հիմա արդեն շփոթվեցի 4-րդը թե 5-րդը չեմ հիշում արդեն, բայց 2 տարվա մեջ նման վերահրատարակություն ու խոսքը հազարից հազարավորների տպաքանակի մասին էլ, այսինքն մարդիկ չմտածեն այստեղ 50-100 կամ 200 ասենք տպաքանակն էլ է համարում տպաքանակ 5 անգամ կարող ես վերահրատարակել դառնա, բայց այդպես չի։ Նախ որ գրքերն են եւ ինչով եք բացատրում, հա, այդքան պահանջված լինելը եւ գրքերի ֆենոմենը առհասարակ։ Անկեղծ ասեմ, եթե ես ինքս, ասենք ես գրքերը ուրիշ մեկից գնելու լինեի, ասենք տեղեկանայի, որ այսպիսի գրքեր կան, այսպիսի աշխատանք, ես առաջինը կգնեի 4-րդ գիրքը, ոչ թե իմ, այլ տվյալ հեղինակի, էլի 4-րդ գիրքը ինչի համար, որովհետև նախ 4-րդ գիրքը կազմելիս մենք այդ էմոցիաների տարափը ինձ թվում էր ոչ թե թվում էր, մի տեսակ նույնիսկ համոզված էի, որ 4-րդ գիրքը պիտի ամենահաջողվածը լինի, էլի հաջողված։ Կարող եք կամ դուք ցույց տալ, կամ ես, որովհետեւ մարդկանց նյարդերի վրա չազդենք, խոսում են գրքից եւ գրքի մասին է, Մշուշոտ ճակատագրերի երգը։ Սա մեր վերջին գիրքն է, այս տարվա գարնանը լույս տեսավ այս գիրքը։ Ինչով էր սա այսպես տարբերվում, մենք որոշեցինք յուրահատուկ հուշարձան հայ կնոջը, հա, որովհետև նախորդ երեք գրքերում էլ կան կանայք, հայ կանայք, հա, բայց որոշեցինք առանձնացնել եւս 25 անծանոթ հայուհիների եւ այսպես ձոնել, հա, Մշուշոտ ճակատագրերի երգ, ինչի համար, որովհետև այս, ну չեմ ուզում այդպես կինոյի լեզվով ասած սպոյլ անել, հա, ինչի համար այդ վերնագիրը Բայց ժողովրդին ընթերցողին այսպես ժողովրդին չասենք, հա, ավելի շատ հետաքրքրեցին առաջին երկու գրքերը։ Ես կարող եմ թեթև այսպես ենթադրել ինչու, որովհետև առաջին երկու գրքերում ցարական Ռուսաստանի եւ սովետական արդեն խորհրդային հանրապետությունում, հա, ԽՍՀՄ-ում հայերի ներդրած ավանդը ավելի բացահայտ այսպես ներկայացված, մեր ժողովուրդը մի քիչ հատուկ այսպես
հակասական վերաբերմունք ունի, ինչը կապված է ԽՍՀՄ-ի կամ ցարական Ռուսաստանի հետ, այսինքն ինչքան դու խոսում ես այդ ցարական Ռուսաստանից եւ ԽՍՀՄ-ից, այնքան է ժողովուրդը այսպես հակասական է կամ ոգևորվում են կամ ավելի շատ այսպես հիասթափվում են։ Երևի թե սա է պատճառը, չգիտեմ, հետո առաջին գրքում ամենայն դեպս հիմա նորից ցույց տամ, այս գիրքն է վերահրատարակվել Մայրամուտ եւ Լուսաբացի միջև հայի ֆենոմենը։ Եվ այս գրքի մասին է խոսքը, գործված ժառանգություն։ Նախ այս ֆենոմեն բառը շատ հակասական, այսպես վեճերի առիթ տվեց բարեկամներ, ընկերներ, մտերիմներ, նույնիսկ մենք մեր խմբագրի հետ էինք թեթև այսպես բանավիճում, արդյոք արժի այդ բառը գրել գրքի վրա, որովհետև եթե հեղինակը չկարողանա ճիշտ բացատրել, այսինքն հասկացանք, որ բացի այդ կոնտենտից, որ պիտի հավաքենք, Հայաստանում անծանոթ աշխարհում հայտնի հայերի մասին, պետք է պարտադիր հեղինակի խոսք լինի, որպեսզի կարողանանք ճիշտ ուղղորդել հասկանալու համար, թե ինչ նպատակ ունենք մենք եւ որն է այս գրքերի իրական, այսպես ասած, նպատակը, ինչի համար ենք վերջապես արել սա։ Ֆենոմեն բառը մի քիչ դժվարամարս բառ է, որովհետեւ եթե խանդավառություն կոչված այսպես կենցաղային լեզվով ասած պաթոսը, եթե ոչ ճիշտ չափաբաժնով խառնում ենք այսօրվա մեր իրականությանը, սարսափելի մի բան է դառնում, սարսափելի մի բան։ Այսինքն մտածեցինք ֆենոմենը հանկարծ չհնչի այնպես, որ մենք ֆենոմենալ այսպես ժողովուրդ ենք, մեր նմանը չկա, մեր պես չկա։ Դրա համար որոշեցինք, որ բոլոր գրքերում պիտի լինի հեղինակի խոսք, նախաբան եւ վերջաբան, այսինքն հեղինակը պիտի կարողանա ուղղորդել, թե ինչ ֆենոմենի մասին էր խոսք, այսինքն ֆենոմենը նա չէր, որ մենք չգիտեմ, մեր ժողովուրդը իրականում կանգնած է, ասենք, համամարտկային շատ արժեքների ստեղծման ակունքներում, ֆենոմենը նա էր, որ ես ուրիշ որևէ ազգ չեմ ճանաչում, չգիտեմ, գուցե պատմությանը տեղյակ չեն, գուցե քիչ գիտենք։ Ես ավելի շատ վերագրում եմ քիչ գիտենալուն, որովհետև սա նաև ինքնարդարացման պես պիտի լինի, Ուզում եմ մտածել, որ քիչ գիտեմ, ինչու, որովհետև չեմ ճանաչում ուրիշ մի ազգ, որ այսպիսի մի զորավոր պոտենցիալ կարող էր այսպես բաժանել, ուղղակի շռայլել հազարամյակների ընթացքում, հարյուրամյակների ընթացքում, հետո գալ հասնել այս նեղ օրվան, լեն ու բոլդարում նեղ օրվան եւ հասկանալ, որ իրեն այս ամեն ինչից մնաց միայն մի եռաբլուր, որտեղ 18 տարեկան երեխեք են կամ կամավորները։ Եվ եթե այս ամեն ինչը վերածում ես այսպես երևակայական մի պոտենցիալի, որը կարող ես տեղավորել երևակայական մի տարածքում, որը կարող ես երևակայական ինչ-որ անուն տալ եւ կոչել մի պետություն, ոնց որ Իսրայելը ոչ մի տեղից այսպես ծակեց, դարձավ պետություն, չնայած ինչու ոչ մի տեղից, շնորհիվ Ստալինի կարելի ասել, ուղղակի վախենալու մի բան է դառնում արտակ, վախենալու սարսափելի մի բան է դառնում, այսինքն այս պոտենցիալը մի երկրում թողնել եւ այդ երկիրը լինի երկիր մոլորակի վրա, կարծում եմ աշխարհում ոչ մեկը չէր հանդուրժի դա։ Պարոն Մամեդյան, որ պոտենցիալը։ Դուք ասում եք բառ, այդ backstage-ը, ձեր բագաժը, ասենց հսկայական ներկապնակ նկատի ունի։ Գրքերը դրա վառ առավոտյան են, վկայությունն է։ Շատ մեծ լսողներ եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ասում են, թե դու որ ազգից ես խոսում, ասենք, որ իրար գցում են, որ իրար եւ այլն։ Այս տեսակ ամպլիտուդ կա մեր ընկալումների մեջ։ Ով է հայը, հիմա Դերենիկ Դեմիրճյանի իդեպ հայտնի գործի մեջ էլ հակասականության կծիկ ենք։ Հիմա խնդրում եմ ներկայացրեք հավաքական առումով, այդ ինչ մի հատ զորեղ, այդ ինչ ներուժ է, որը տենց գլուխ է գովում։ Նախ նորից կրկնեմ, իմ հեղինակի խոսքի մեջ բոլոր գրքերում ես փորձել եմ նաև այստեղ պահել այդ նուրբ սահմանը ինքնասիրության եւ եսասիրության, հպարտության եւ գոռոզության, այսինքն ինքնասեր մարդը նա ով ինքնասիրություն ունի, նա եսասեր չի կարող լինել։ Սա եթե ազգերի այսպես հավաքական այսպես մի մոդել այսպես դարձնենք, մարդուն դարձնենք ազգ, որովհետեւ մենք բոլորս մեր բնավորությունները եթե խառնենք եւ դարձնենք մի հավաքական կերպար, մենք ստանանք մեր ժողովրդի հավաքական կերպարը այսպես է, որովհետեւ մի միջավայրում ենք ապրում։ Այստեղ էլ փորձեցի պահել շատ նուրբ այդ սահմանը, որ երբ որ ես ասում եմ պոտենցիալ, ես նկատի չունեմ մի պոտենցիալ, որ հայն ասեց թող աշխարհը լինի եւ եղավ, ասենք, լուսինը ստեղծեցին, արևը, չգիտեմ, այսպես կենթանիներին, ամեն ինչ այսպես։
Երկրորդ նկատի չունեմ որևէ մի բան, որևէ ստեղծագործություն, որևէ գյուտ, որևէ, չգիտեմ, մի ինչ-որ գիտական, ինչ-որ մի այսպես առաջընթաց երբեք նկատի չեմ ունեցել, որ եթե տվյալ մեր հայրենակիցը չաներ, ուրեմն մինչև այսօր դա չունենք, չէ՞, սրա մասին չէր խոսքը։ Որովհետև բոլոր ազգերի մեջ, Արտակ ջան, բոլոր ազգերի մեջ որտեղ էլ պատես աշխարհի որ ծայրում նայես խելացի մարդիկ կան ու ազգեր կան, որ երբեք նույնիսկ չեն ճաճում դրա մասին, երբեք չեն խոսում, հա, գերմանացիները, ճապոնացիները, ֆրանսիացիները, Պարսկաստանը, ասենք, հիանալի զորավոր մշակույթ ունեն, պարսիկները, ազարամյակների աշխարհի ինչ ժողովուրդներից, ասորիներ, հույներ, չգիտեմ, այսպես։ Հիմա մենք ինչու ենք սրա մասին խոսում ու առավել սկսեցինք խոսել, ես նկատի ունեմ, ես ներողություն անհամեստության, ես ներողություն թող սա իրոք անհամեստություն չդիտվի, որտեղ ինձ ճանաչողը գիտի, որ իմ համեստության այդ չափերը, սահմանները, հա, համենայն դեպս վերջին 2 տարուց մի քիչ առաջ որևէ մեկ այս մարդկանց անունները ոչ լսել էր, ոչ գիտեր։ Հիմա այնքան են խոսում, ես գիտեմ, որ իմ գրքերից հատվածներ են վերցում, մեկ են սուրվը ժամանակակից լեզվով ասած ռիլա, չգիտեմ, պատրաստում, ինչ անում, չգիտեմ, տեսնում եմ, անդադ գրքերից վերցնում են, տանում, պտտում են, բայց որովհետև չկա հեղինակի խոսքը։ Ես անընդհատ իմ ընթերցողին ուղղորդում եմ, ասեմ, ժողովուրդ, ես ձեզ խնդրում եմ այդ պաթոսով վռիլները որ նայում, մեկ 2-3 երիտասարդներ էլ կան անդադ ու գիտեիր որ էս ինչ ու փողոցը հայերենով էլ խոսում են, այդ փողոցը հայերեն ունենք, չէ՞, մենք այդ մշակութային մաս կազմում փողոցը հայերեն։ Ապեր արա դու լսել ասում ու հանկարծ ինչ-որ մարդու անուններ են տալիս, ասենք, ասում են ժողովուրդ եկեք աղբյուրներին եկեք, հա, աղբյուրը ես չեմ։ Բայց կարդացեք հեղինակի խոսքը հասկանալու համար, որ մենք հեղումը չեն անում, որ դուք եք հեղինակ։ Այստեղ հեղման մասին չի խոսքը, որովհետև արդեն այս ինֆորմացիան այնքան է տարածվել շատ-շատերի մասին ինֆորմացիան, հա։ Օրինակ ես երեք կարդում եմ Աննա Ասլանի մասին 2 տար առաջ որևէ կարող է 10 հոգի 20 հոգի գիտեն, լսել էին, ասենք, բայց սոցհարթակներում չկար, սա չկար, հանկարծ Գուրգեն Ասկարյանի մասին են խոսում, չգիտես որտեղից, ասենք, Գուրգեն Ասկարյանը համարվում է մեր ժամանակակից լազերի հայրերից կարող այսպես լինել, հա, սովետական միության ժամանակներում շատ դառը կյանք ունեցավ, տան մեջ էլ միայնակ մահացավ բավական երիտասարդ։ Ես չեմ հետաքրքրվում, չեմ մտնում, ասում եմ, լավ, մարդիկ թող տարածեն, ինչ, շատ լավ է, թող տարածեն։ Եթե կոնկրետ գրքից հեղին ձեռագրով նույն եմ ձեռագիր, ես ճանաչելու եմ եւ նույնը, չէ։ Դնեն թող հեղում անեն, սրա մասին չի խոսքը, ներկայացնելու ձևի մասին է խոսքը։ Արտակ ջան, շատ կոպիտ համացություն անեմ, բայց երբ որ Տինտո Բրասը նկարանեց Կալիգուլան, հա, աշխարհը բաժանվեց 2 մասի։ Անտե ասեցին Տինտո Բրասը մենք գիտենք համաշխարհային էրոտիկայի հայրն է, մի բան էլ տվել անցել է, այստեղ արդեն էրոտիկա չկա, ասենք բոլոր սահմանները անցել եք դուք, հա։ Ինչ էին նայում, ում ինչ պետք էր էլ տեսնում էր այդտեղ։ Մեր մարմին էին տեսնում, սա Կալիգուլայի կյանքն էր, բայց նախ Պիտեր Օտուլը հրաշալի մրցանակ ստացավ այդտեղ, ֆիլմը դրամատուրգիապես եւ պատմականորեն անգնահատելի գործ էր։ Ում ինչ պետք էր նայել տեսնում էր։ Մեկը մեր մարմին տեսավ, դա ասես Տինտո Բրասը դե համաշխարհային լկտի այսպես ասած, ինչ ուզել արել է, մյուսները տեսան այդտեղ պատմական դրամատուրգիական շարվածք հիանալիան նկարել, դու վստահ եմ որ տեսել ես ֆիլմը, հա, հրաշալի պատմական ֆիլմ։ Էմանուելայի բոլոր սերիաները տեսել։ Հիմա մեկը կարդում է գիրքը, ասում է՝ «Ուխ, մենք չլնեինք, աշխարհը կործանվել էր», մյուսը կարդում է, ասում է՝ «Վայ մեզ»։ Ես լավ ընկեր ունեմ, շատ լավ ընկեր ունեմ, ամենիարկե չեմ տա, բավական հայտնի մարդ է, հա, ասում եմ, Անվելյան, 4 գրքերն էլ նվիրել եմ, ասում եմ, մի էջ, 2 էջ բացում եմ, ներվայնանում եմ, դնում եմ միան, ասում եմ, Մանվելյանի գիրքը չլեր, ես այս գրքերը չէի պահի, չեմ կարողանում, ասում ավել կարդամ, ոնց կարելի այս ամեն ինչի մասին կարդալ ինչերի, սա, մեկ էլ տակ է գրել Պարսկաստան, տակ է գրել Հնդկաստան, տակ է գրել, հետո վերցնել մեր իրականությունը, բացել, ասել եկեք տեսնենք մենք ինչ ունենք այսօր։ Հետո մենք հասկանանք, որ մենք պիտի ազգովի վեր գնանք Եռաբլուր, նոր տարվա անգամ, չգիտեմ, սան մայիսի 28-ին այսպես, մեր երեխեքը, մեր հերոսները, մեր ախր այ շուրջ են, հազարամյակներ շարունակ սա նույնն է եղել։ Հիմա երբ որ խոսում ես սովետական միության մասին, գիտնականներ կամ չգիտեմ, վերջերս 2 օր առաջ մի փոքրիկ այդպես կարճ հոդվածով ներկայացրել էի Ալեքսանդր Քեմուրջյանին։ Անընդհատ կան մարդիկ, որ անգիր են արել Ռաֆայել Պատկանյան, այրուստու վեր են կդնեն այդտեղ, ասում շուրջ, նախր
Գոնե մեր սերունդը մեզնից մեծեր անցել են սովետական միությունը, հա։ Մենք անցել ենք սովետական միությունը, մենք գիտենք, որ ենթագիտակցորեն մեզ պրոպագանդան սովետական մեզ ասել, որ սովետական միությունը ձեր հայրենիքն է։ Մեզ ոչ մեկ չէր ասում, մենք գիտենք, որ մենք Հայաստանում ենք, որ մենք հայ ենք, որ մենք Երևանը մեր մայրաքաղաքն է, բայց սովետական միությունը ձեր հայրենիքն է։ Այսինքն այս բոլոր հայերը, ովքեր լուրջ գործեր են արել ԽՍՀՄ-ում, նրանք վստահ են եղել, բարեխղճորեն վստահ են եղել, որ իրենք ծառայություն են մատուցում հայրենիքին։ Այս մարդիկ այդպես են վստահ եղել։ Ուրիշ բան, որ 91 թվականից հետո էր, որ այդ պսևդո հայրենիքը այսպես փլվեց, հա, մենք մնացինք ամենաշահավետ վիճակում վերջին 100 ամյակների, եթե ոչ 1000 ամյակների։ Մենք Հայաստանը։ Այո։ Ամենաշահավետ պայմաններում։ Ինչ պայմանների մասին էր խոսքը, ինչ շահավետի մասին էր խոսքը, եթե մենք արդեն պատերազմի մեջ էինք, արդեն կորուստներ ունեինք, հա, 91 թվականին։ Բայց պարզվեց, որ սովետական միությունը դադարել է գոյություն ունենալուց, հա, Գորբաչովը դարձավ գործազուրկ, դարձավ վերջին պրեզիդենտը, հա, առաջին եւ վերջին պրեզիդենտը դարձավ, հետո մենք առավոտյան հանկարծ հասկացանք, որ անկախ Հայաստանին մնացել են սովետական միության ամբողջ այդ գործարանները, չգիտեմ ինչերը, չգիտեմ այդ վարպետները, հանքերը, այդ ամեն ինչը։ Հիմա ասեմ նորից եւ սա պաթոշի իհարկե, որ միութենական լավագույն վարպետները արտաքայելի հայերն էին, մեր հայ վարպետները գործարաններում։ Հանկարծ սովետական միությունը չկա, մենք հասկացանք, որ դա մնաց մեզ, այդպես մտածում էինք, հա, որ սովետական միությունը չկա, այս ամեն ինչը մնաց մեզ, գործարաններին ոչ մեկ ձեռք չէր տվել, այդ հաստոսները, այդ վարպետները, այդ հանքերը մնացին մեզ, այլևս ոչ մեկ մեր գլխին տեր չէ, մենք անկախ ենք, ուռա, 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 մենք էլ պատերազմի մեջ ենք, այսինքն այդ շահավետը սրա մասին էր խոսքը, եթե դա կարողանային օգտագործել, մենք նույնիսկ այսօրվան չէինք հասնի։ Դա կարճ ժամկետներում, շատ կարճ ժամկետներում են հարցերը կլուծվել ուղիղ ընկետում եւ ուղիղ այնպես ինչպես որ մեզ պետք էր։ Բայց ուղիղ մի տարետը ոչ գործարան ունենք, ոչ հաստոսներ ունենք, ոչ էլ վարպետներ ունենք։ Այդ վարպետները արդեն գնացել էին այստեղ։ Հիմա ֆենոմենը այստեղ էր, որ հազարամյակներով, երբ որ պատմությունը բացում ես, մի կողմից այս զորավոր ներուժը օտարների համար, մյուս կողմից այդ անզորությունը միշտ հպատակ, միշտ հպատակ։ Անօրինականները կիլերում են ձեր ասացի, ստացվում մենք մեր մոտ այդ առանձնահատկությունը կա ազգային դիմագծի, որ այդքան Թումանյանն էլ է ասում, չէ, ասում է ինչքան զարմանում եմ թե ով շռայել, ինչքան շատ ես տվել ինձ, որքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։ Տվել ենք աշխարհին, մենք սպասում ենք, որ աշխարհը մեզ պարտ կա, պետք է իրանք է մեզ ստան։ Բայց չեն գիտակցում, որ աշխարհը սրիկա է, երկերեսանի է, երկակի ստանդարտով է։ Իսկ մենք բարի ենք, իսկապես բարի ենք, հյուրասեր ենք։ Մեր մոտ չարության աստվածություն չի եղել։ Ինչպես օրինակ իսկ պարսիկների մոտ ահրումանը։ Չի եղել, ուղղակի չի եղել։ Դե սկանդինավյան հարցը դա չի, բայց մենք այդ մեզ միշտ գցել են խմբեր ունեն, չգիտեմ, ես ունեն, հարցը դա չի, Արտակ ջան։ Կարող է ստեղ ինչ-որ մի բան կա, օրինակ։ Ես վստահ եմ ասում, որ կարող եմ իհարկե պատմությունով եւ այս ամեն ինչով այսպես իմի բերել ասածս, որ աշխարհը մեզ բացարձակ բարդ չի։ Բացարձակ ոչինչ էլ բարդ չի։ Մենք ենք իրար բարդ։ Մենք ամեն նոր սերունդ, հին սերունդին հայրենիք է բարդ մնում, ամեն նոր սերունդ։ Են գիտես անեկդոտ կա, չէ՞, կարծեմ դրա մասին խոսել են, որ 3 ընկեր սոված ման են գալիս, գրպանները դատարկ չգիտեն ինչ պիտի անեն, մեկ էլ պատահական տեսնում են հրաշալի ռեստորան, ռեկլամը կարդում են, այսպես ապշում են, այ քեզ բան, գերեք խմեք, քեֆ արեք, մեծ տարով էլ գրածա, գիտես, հաշիվը կփակեն ձեր թորները։ Այ քեզ բան, վազում են, ուտում են, խմում են, թորները ուր ես, թորներ, մինչև թորները աշխարհ կլինի, չի լինի, ուտում խմեն դուրս գալիս է տնօրենը, ասում է ընկերներիդ լավ արեցիք, իրեք խմեցիք, բա հաշիվը։ Ոնց ասում է, ասում է ճիշտ են գրել, ասում են, բա ձեր թորների հաշիվով փագին, ձեր պապերի հաշիվով փագին։
Այսինքն ժամանակին ձեր պապերն են կերել խմել թողել են էդի։ Ժամանակին նրանց պապերներ են կերել խմել թողել։ Այսինքն սերնդը ու գալիս եք, ոչ մեկը չի մտածում, ո՞ց պիտի փակենք էդի։ Երբ որ գալիս է փակելու ժամանակ, ասում են, դե այս մարդը Հնդկաստանում էր, սա Պարսկաստան հերոս էր, սա Հնդկաստան հերոս էր, մենք էլ դե 18 տարեկան երեխեքը կան ու կան այդ երկնքի ստակ եւ տիեզերքում բովանդակ Արտակ ջան, մարդուց առավել արժեք գոյություն չունի։ Ու ինչ կստեղծես, ինչ կանես, որտեղ կանես, ինչ կանես, ես չգիտեմ, գերագույն գլխավոր արժեքը մարդն է, հասկանում ես։ Դու դնում ես, կարդում ես, որ մարդիկ ստեղծեցին սա, ուրախացանք, ու հանկարծ հետ ես նայում, տեսնում ես, դու ինչ կորուստներ ունես, ու չես հասկանում, դու ախր այդ երաբլուր երեխեքի մեջ դու գիտես քանի երեխա մնացին, որ գրքերում տեղ չեն գտնելու 20-30 տարի հետո։ Չեն գտնելու, իսկ նրանք ովքեր այսօր սովորում են այստեղ, վաղը մեկը նրանց կգա մի անգլիացի, մի ջուհուտ, մի ամերիկացի, մի ռուս, չգիտեմ, կասի 7-8-10,000 փող կտամ քեզ։ Արի գնանք այնտեղ աշխատի։ Ալենուշ Տերյան ունենք։ Իրանի ժամանակակից աստղագիտության, այսպես ես չեմ սիրում այդ բառը, բայց մայրն են ասում իրան, հա։ Այսինքն հիմնադիրներից Իրանի Հիմա եթե Ալենուշի տարիքին մենք նայենք, ծնված թվին նայենք ու նայենք երիտասարդ են աղջնակին 18-20 տարեկան Թեհրանում ուզում էր ընդունվել համալսարան, հա, փուխ Թեհրանը այսպես նույնիսկ դասախոսները ասում են, «Բալամ, ախր աղջկա տեղը չի էլի տեղ»։ Աղջիկն ուր ուսումն ուր դու գնա կարուձև արա, բան արա այսպես հասավ նրան, որ կրթաթոշակ ստացավ Գերմանիայից Բայց դասախոսներից մեկը կանգնեց ասեց, «Այն որ դու համալսարանում սովորում ես, հերիք չի, սա արդեն խայտարակություն է, բայց դա արդեն պիտի քեզ հերիք լինի, ինչ նշանակում վեր կենալ գնալ բան, Գերմանիաներ, չգիտեմ որտեղ»։ Արտակ եւ Գերմանիա գնաց, հայրը կարողացավ այդպես ալիքները այդպես ճիշտ դասավորել, հա, մարդկանց օգտագործեց, խառնեց, այսպես գնաց։ Հիմնականում Փարիզում պրոֆեսորի կոչում տվեցին երիտասարդ աղջկան, տուն առաջարկեցին, աշխատավարձ առաջարկեցին մի, չգիտեմ, ինչ կարգի, խնդրեցին, աղաչեցին, ասեցին մնա այստեղ, Փարիզն ու Թեհրան ու մարդու իրավունքների ոտնահարում այն ժամանակ ասենք, հիմա էլ մի եսի մի չի, բայց այն ժամանակ ասենք, ահա որ էր այդ։ Եվ այդ կինը վերադարձավ Թեհրան, ասեց, չէ, այնտեղ կանայք կան, որ չեն կարողանում սովորել, ես պիտի հետ գնամ ու իրանց այսպես կոպի ոնց որ ասած դիլություն անեմ, էլի։ Հիմա ես նայում եմ ասեմ, լավ, այսքան մարդկանց որ կարդացինք սովետական միության ժամանակ, այ մարդ հորը գնդակը արեց, մորը գնդակը արեց, 36 թիվ, 37 թիվ, 39 թիվ, բայց ինքը նորից գնաց, նորից մտավ, այնտեղ նորից մտավ, Կրեմլ նորից գնաց հասավ, այնտեղ նորից գնաց հասավ, այնտեղ։ Կոնկրետ եթե վերցնենք Յոսիֆյան Անդրանիկին, հա, Արցախի ծմակահողից էր։ Ինչ որ կապված է գոնե Հայաստանում էլեկտրականության հետ ինչ որ կապված է Յոսիֆյան Անդրանիկի անունը այդտեղ կա, գոնե կա ու կա, ինչ որ կապված է։ Ինչ որ կապված է տիեզերական ծրագրի էլեկտրոմեքենաշինության հետ Յոսիֆյան Անդրանիկի անունը այդտեղ կա։ Հիմա մի բան բացառենք, որ Յոսիֆյան Անդրանիկին պատմության միջից հանում ենք եւ ուրիշ ոչ մեկի չենք դնում։ Սովետական տիեզերական ծրագիրը մնում էր թղթի վրա 4 ֆորմատի, չգիտեմ, այն վաղ ինչ ֆորմատ էր, մնում էր այդ թղթի վրա, ոչինչ չէին կարողանում անել։ 57 թվականին առաջին անգամ երկիկ ուղարկվեց AB1, այսպես էր կոչվում, հա, արբանյակը, AB-ն ինչ էր, արհեստական արբանյակ։ Այսպես էր կոչվում, արհեստական արբանյակ 1։ Փոքրիկ այսպես գունդ էր 30 սանտիմետր, լավ, այսպես բան էին արել, փայլացրել են, այսպես գունդ էր, ուղարկել են շառ էր, փոքրիկ sense գունդ էր, ուղարկել են, մի քանի ալեհավաք էին դրել են, դա առաջին բանն էր։ Ու ամերիկացիներն արդեն խառնվել էին իրար, «Ա, Սովետում արդեն արբանյակ, ինչ արբանյակ, մի հատ sense կտոր բան էր, էլի»։ Ու 57 թվականին այդ սառը պատերազմը մտավ արդեն երկրորդ փուլ, կոչվում էր լուսնային մրցավազ, սկսեցին կռիվ անել, ով պիտի հասնի լուսին, արդեն տիեզերք են գնում մարդիկ, երկրի վրա արդեն տեղ չկա կռիվ անելու, ուզում են գնան այնտեղ։ Ինչ եղավ։ Եկավ մի շրջան, երբ որ սովետական միությունը որոշեց, որ պիտի մարդ ուղարկի տիեզերք։ Ամերիկացիներն ասեցին, լավ, դե արդեն մի քիչ իզրյադավոն էլի, ոնց որ չի լինում, էլի, տենց ոնց պիտի անեն, բերեցին Ստալին Իրանով առաջինը, եթե չեմ սխալվում, Աբրեկ էր կոչվում, կապիկի անունն էր։ Կապիկին բերեցին, տեղավորեցին այդ կապսուլա կոչվածի մեջ, հա, ամեն ինչ պիտի անեն, որ մինչև առաջին մարդու տիեզերք ուղարկել է, պատրաստ լինի ամեն ինչը, հա, այդ էլեկտրականություն, ամեն ինչ, կապիկ էր։ Կապիկին հենց ուզում են փորձարկեն այդ կապսուլայի մեջ ոնց պիտի իրան, կապիկը այդ
Պոկում էր այդ ամեն ինչը, հասնում էր էլեկտրոնիկան քանդում էր, ավիրում էր այսպես, հա։ Ստալինն ասաց, այսպես չի լինի տղեկ, արագացրեք, հերակառավարվող ինչ-որ մի բան պետք է մտածել, որ ոչ թե մենք գնանք մտնենք ու այդ կապիկի քանդածը ջարդածը նորից դզենք, այլ նախ կապիկին չթողենք հասնի այնտեղ, հետո որևէ անսարքություն այդ կապսուլայի ներսում պիտի կարողանանք ուղղել դրսից։ Ոչ քիչ բան։ Սա հետո կոչվելու էր ստանցիա ԿԻԿ, կոնտրոլնի-իզմերительный կոմպլեքս։ Դա ստեղծվեց իհարկե, եւ դրա ակունքներում կանգնած էր մեր Պավել Աղաջանյանը։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հիմա ռուսները ոչ Պավել Աղաջանյանի անունն են հիշում, կամ հիշում են, կամ չգիտեմ, ոչ գրում են, ոչ բերում են, ոչ դնում են, հա։ Կամ երբ որ մենք սկսեցինք խոսել, ասենք Գարսոյան Ալեքսանդրի մասին, որ համարվում էր создатель подводных лодок, атомных подводных лодок, հա, Սովետского Союза, ռուսները սկսեցին փորփրել, որ գիտես, այդտեղ տես բան չկա, նրանից առաջ է սարեն, նրանից առաջ է, հետո հայտնվեց մի ուկրաինացի բլոգեր, որ հայերի մասին պիտի գիր գրեր, ու գրեց։ Անցյալ տարի կարծեմ ընկերներիցս մեկը ուղարկեց այդ բանը, հղումը ասեց Մավելյան, հələ տես էս մարդը լավ գործ անում։ Արժի սրա մասին խոսել, ինչ անում, բացեցի, տեսնեմ ուկրաինացի ինչ-որ բլոգեր հայ գյուտերարների մասին գիրք ա գրել։ Եվ հայերը հարյուրներով, հազարներով շնորհակալ ենք, բան, չգիտեմ, այսպես, ասա այդ մարդը, սպասի, բացեմ, տեսնեմ ինչի մասին ա խոսում այս մարդը։ Ուկրաինացին ինչի անկարծ որոշեց հայերի մասին։ Արտակ ուրեմն ինքան նվազեցնում նախ նպատակը, հա, հետո գյուտարարներին բերում հավասարեցնում մի մակարդակի, որ իբր չլերել կլիներ, էլի։ Նախ սա էսի չէր, նախ սկսենք նրանց, որ էսի արդեն կար, նախ սկսենք, որ սա, նախ սկսենք ես հետաքրքրվել եմ, ես զանգել եմ բանի Օսկար Բենկերի թորանը, ուզում ես հարցնես, ասես, այդ տղա ջան, Օսկար Բենկերի թորանը դու որտեղից ես գտել։ Օսկար Բենկեր նույնիկը մեր Ասատուր Սարաֆյանն էր, հա։ Հիմա մեր ժողովուրդը տարածում են, ասենք, ավտոմատ փոխանցման տուփի հեղինակը նախ սիրելի ժողովուրդ, Օսկար Բենկերը ավտոմատ փոխանցման տուփի հեղինակը չէր։ Հանուն ճշմարտության, էլ էս մեր հայերն էլ էլի դες բաներն են, հա։ Բան ունենք, Խաչատուր Սերոփյան ունենք, նույնիսկ այդ դրոշմանիչների վրա են այդ մարդուն կպցրել, ինչքան գիտեմ, թե բա գիտեք, որ դոլարը կանաչ գույն է ու այդ դոլարը չեն կարողանում կեղծել, դա մերոնք են արել, դա այդ Խաչատուր Սերոփյանն արել։ Այդ մարդը բացարձակ դա ոչ մի կապ չունի, ինքը աշխատել է այդ ծրագրում, հա, բայց այդ կանաչ գույնը ընդհանրապես ոչ մի կապ չունի, այնտեղ լիք ուրիշ աշխատանքներ կա։ Սա փաստեր է։ Փաստը նա էր, որ փոխանցման տուփը կար, ավտոմատ, բայց առաջ գնում էր, հետ չէր գնում։ Այսինքն Ասատուր Սարաֆյանը մոդիֆիկացրեց այդ ամեն ինչը, հետո այդ հայտնի կոնստրուկտոր կար, չէ, Սիկորսկին, որ Ռուսաստանից փախավ այդ ուղաթիռների հայտնի Սիկորսկու ուղաթիռները, գիտես, հա, այնքան ծանր էին, որ չէին կարողանում օդ բարձրանալ ու Օսկար Բենկերը հենց հավաքեց այդ Սիկորսկու ուղաթիռների, ասենք այդ ավտոմատ փոխանցման տուփերը։ Ըստ դասավորվածության եւ ճիշտ փաստերով պիտի ներկայացնել, էլի հասկանում ես, ասենք Խաչատուր Սերոփյանը ոչ մի կապ չունի դուս հետ։ Մենք Գաբրիել Կազանջան ունենք, մենք ֆենը Գաբրիել Կազանջան երբ որ ստեղծել էր ֆենը, Գաբրիել Կազանջանից առնվազն 10 տարի առաջ այդ ֆենը արդեն կար։ Ուղղակի այդ ֆենը Ամերիկայում տարածում չուներ, այդ մարդը Ամերիկայում պատենտը վերցրեց, բայց գերմանացիներն արդեն ունեին այդ ֆենը եւ դրա փաստերը կան։ Հիմա այստեղ պաթոսը ճիշտ վերահսկելու մասին է խոսքը, այսինքն այնպես չի, որ մենք չլինենք, աշխարհում ֆեն չէր լինի, աշխարհում այս սիրելի ժողովուրդ չլիներ Գաբրիել Կազանջյանը, կամ ինչ-որ մի կիրգիզ կամ մի ուզբեկ, ասենք մոտարապես կամ մի աֆրիկացի, ասենք ստեղծել մի բան, որ ուզբեկ բարմավելա։ Օրինակի համար եմ ասում, թող իտալացի, թող իսպանացի, կարևոր չի անունները, Արտակ ջան, ամեն ազգի մեջ կա էսի։ Հասկանում ես, մի սերբերն ասեն, մենք Նիկոլա Տեսլա ունենք, որ հետ կամես, օրինակ հիմա։ Կամ մեկն ասի, գիտես, իտալացին ասում ենք Դա Վինչի ունենք, այն հույները կամ չգիտեմ, ասենք նա բոլորն էլ ունեն։ Հարցը լրիվ ուրիշ տեղ էր։
ախր սիրելի ժողովուրդ, այդ ողջ պատմության ընթացքում մենք անընդհատ տվել ենք։ Երբ որ հետ ենք դարձել այդ նույն պատմության այդ քարողիներում չարենցի այդ զորավոր գործը որ կա, հա, որ պահին այդ տալու հետ փորձում է զուգահեռել մեր իրավիճակը, ուղիղ այսօրվա վիճակն արտակ։ Ուղիղ այսօրվա։ Հետո մարդիկ կվերցեն կկարդան օրինակ Իսահակյան Ավետիքին կասեն արես մորթը մորթքարի էր արա։ Այ ժողովուրդ ջան, ախր ինչու չի խաչվել էլի այդ ներուժն ու այդ մեծ երբեմն անելանելի կամ անճար վիճակը։ Ինչու չի մեկտեղվել։ Վարդան Պետրոսյանը իր ներկայացումներից մեկում հետաքրքիր ձևակերպում ունի, ասում է հայ հարուստ հայն ու բանը գրող հայը, հա, երբեք չկարողացան միասին մի բան ստեղծել։ Միշտ գրող հայը գրողը գնում էր հարուստի մոտ եւ հիմնականում մերժվում էր։ Այսինքն փողն ու գրիչը երբեք չզուգակցվեցին։ Բայց աշխարհում այդպես եղել։ Չէ, այդպես չի եղել։ Հрьяաների մոտ շատ հрьяաները, գիտես, հрьяաները նախ հիմա ասենք պետություն չունեն հрьяաները։ Բայց այսպես ասենք, աշխարհի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի, ասենք, այդ ինչ էր, ստե առաջին ստեղծագործությունները լույս աշխարհ եկան նրա մահից 250 տարի անց։ Հա, 250 տարի անց աշխարհը լսեց ինչ-որ մի երաժշտություն, հետո հասկացան, որ այս մարդը հեղինակը ընդհանրենք Անտոնիո Վիվալդին է։ Բախը, Բեթհովենը, այսպես եթե գնանք այդ նկարիչներով այդպես պտտելով գանք, ասենք, բոլորն էլ եղել այդ կյանքը, գրողը, չգիտեմ, աղքատության մեջ համացել կամ նկարիչն սրա մասին չէր խոսքը։ Հետո ընթացքում, երբ որ այս երկրները արդեն անցան, արդեն քաղաքակիրթ ճանապարհի վրա, ֆրանսիական մշակույթը ինչ էր ֆրանսիական մշակույթ գոյություն չուներ 17-18 դարերում, ասենք, այդ մարդիկ երկրորդ հագից միզում էին ներքև, նույնիսկ հասարակական տուալետներ չունեին այդ մարդիկ։ Ու որևէ մեկը նայեր այդ հասարակությանը չէր ասացին, այսօրվա ֆրանսիացին ու այնօրվա ֆրանսիացին, բայց հավաքեցին մշակույթը։ Հետո Դալին եկավ այնտեղ, հետո Պիկասոն եկավ այնտեղ, հետո այնտեղ բոլորը կամաց հավաքեցին, ստեղծեցին ընդհանուր մի հատ մշակույթ, դրեցին մեխանիզմը եւ հասկացան, որ սերունդները ճիշտ դաստիարակելու համար պետք է սկսել ոչ թե 20, 21, 22, 25 տարեկանից, պետք է ոչ թե սկսել ազգային ժողովից ու կառավարությունից, հայուչեյով դեմով, պետք է սկսել մանկապարտեզից։ Այսինքն ոնց անենք, որ 1, 2, 3 սերունդ հետո ունենանք այն սերունդը, որն արդեն կարողանա ճիշտ հունի վրա դնել մնացածին եւ ճիշտ դասավորել արժեքները, այսինքն բացատրել պարոնայք այս տողերը, հիմա տեսեք, սա երկրորդ գրքի վրա մենք որոշեցինք դնել, հա, մարդու անունը պիտի դառնա ցեղի ժառանգությունը, հակառակ դեպքում այդ ժառանգությունը կհամարվի կորսված։ Նու սա մոտորապես Ռաֆայել Պատկանյանի տողերից եթե կարելի այդպես ասել, բայց հնդկացիների նավահո ցեղը ինքան հետաքրքիր բաներ ունեն արտակ։ Կարդում ես օրինակ աֆրիկյան ցեղեր, հնդկացիների մոտ, հա, կարդում ես ու մտածում ես, ասում ես, հիմա մենք ենք քաղաքակիրթ ես մարդիկ։ Առանց կանոնադրության, առանց սահմանադրության, առանց պրեզիդենտի, առանց որևէ բանի, ոնց են սահմանում այդ օրենքները, սա նավահոների սահմանադրություններ։ Ըստ նավահոների ցեղի, ասենք, առաջնորդների, դու ցանկացած ցեղի համար ինչ աներ, ոնց աներ, չգիտեմ, համամարտկային ինչ ստեղծեր, աշխարհը փրկիր, քո անունը պարտավորվում էր թողնել քո ցեղին որպես ժառանգություն։ Այսինքն, եթե դու որևէ տեղ, որևէ քո կյանքի որևէ կետում մոռանայր, որ դու նավահո ես, հանկարծ դառնայր ապաչի, հանկարծ դառնայր, չգիտեմ, մասկալերո օրինակ, հա, քո ողջ ժառանգությունը համարվում էր կորսված, այսինքն մեզ հետաքրքիր չէ դու ինչ ես արել աշխարհի համար եւ քո անունը ջնջվում էր կյանքի մատյանից։ Հիմա մենք գնացինք, արեցինք, չգիտեմ, մենք ատոմային ռումբը, մենք լազերը, մենք սա, մենք այնտեղ, մենք տիեզերական, հա, հասկացանք, բայց հիմա այսօր օրը որ բերում ես զուգահեռում ես այդ հազարամյակների պատմության, այդ ասում ես պարոնայք, այս 4 գրքերում ովքեր որ կան, արդեն ապրել են, գնացել են։ Բայց պարոն Մամունյան, տեսեք, ասում եք, հա, հասկացանք, բայց չէ, խնդիր կա այդտեղ։ Մենք չհասկացանք, մենք չգիտենք, իրականում չգիտենք։ Ես ամեն անգամ իմ հյուրերից բան է, էլի, մի նոր բան եմ վերստում եւ այս օրերին էլ էլի մի հարգարժան հյուր ունեցանք, լեզվաբան Հրաչիկ Հակոբյանյանը, ով ասում էր, որ հայրենի հիմքը մոռացված է։ Ի վերջո Մաշտոցից առաջ հայերեն եւս եղել է, հա, հայերեն ենք խոսել։ Այդտեղ չմտնենք, բայց այդտեղ ասում եք դες համար է պարզ։ Մենք իսկապես չգիտենք մեր ներուժը։
Ես ես ասացի հաղորդման սկզբում, շատ հաճախ, շատ շատերը, հատկապես դրսում ցավոք սրտի, այլ կայսերական արևմտյան եւ այլ ազդեցության տակ, ինչ եք խոսում է, հենա գնում են Ամերիկա ինչ են անում։ Այսօրվա խայտարակ պատկերն է, հա, կամ ռուսական մոտեցումը։ Մենք իրականում չգիտենք, որ այդտեղ մենք այնքան աներևակայելի ներդրում ունենք այդ պետության կայացման մեջ։ Սովետականները, դուք Հնդկաստանը չի խոսվել, Արտակ ջան, չի խոսվել։ Հետևաբար ձեր ներկայությունը ես ուզեմ չուզեմ պիտի ես հարցրեմ, միշտ ուղղորդելու եմ, միշտ բերելու եմ, ասել եմ օրինակներով ասեք խնդրում եմ։ Ձեզ համար կարող է շատ եք, չարչակված արդեն, չգիտեմ, եւ այլն, բայց վստահաբար սրա մի քանի անգամ 4-րդ, 5-րդ վերահրատարակումներ դրա մասին է խոսում։ Ուզում են մարդիկ հասկանան, ով ենք մենք։ Այդ ինչ զենքեր ենք ստեղծել։ Այդ ինչ տիեզերական, չգիտեմ ինչեր են կարել, այդ ինչ աննախադեպ բաներ են ստեղծել, որ մի քիչ ասենք, արա մենք իրոք լավ ազգ ենք, մենք շատ լավ ազգ ենք, մենք համաշխարհային մակարդակի ազգ ենք։ Այդ մի շշից հետո գլուխ գովալ չի, իրոք այդպիսինն ենք, համեցեք։ Նորից եմ ասում, ճիշտ ներկայացնելու ձև գոյություն ունի։ Ճշմարտությունը Արտակ ջան սարսափելի վտանգավոր զենք է, շատ վտանգավոր զենք է։ Համ ինքնապաշտպանողական, համ ինքնակործան։ Ճշմարտությունը ասելուց առաջ դու պիտի կարողանաս հասարակության ականջը դաստիարակել սևը եւ սպիտակը տարբերելուն, թացը չորը հասկանում ես, որպեսզի դու երբ որ ճշմարտություն ասես, այդ մարդիկ չվերցնեն դա ուղղեն իրենց դեմ եւ դարձնեն պաթոս, ինչ է հավասար ինքնակործան զենքին։ Այսինքն երբ որ դու ասում ես ճշմարտությունը, դու դրանով ինքնարտանում ես, ես ճիշտն ասող եմ, այսպես, բայց ճիշտը ճիշտ ասելու տեղ ունի եւ ճիշտ ասելու ժամանակ ունի։ Ժամանակը նա է, որ հասարակությունը պիտի կրթվի այն աստիճանի, պիտի ոչ թե կրթվի, պիտի դաստիարակվի այն աստիճանի, որ երբ որ կարողանաս մարդուն ասել, պարոնայք, այս 4 գրքերից եթե ես ուզենամ մի 4 գիրք էլ հավաքել, ես կարող եմ նաեւ 4 գիրք տականքների մասին հավաքել, օրինակ։ Մեր ժողովրդի տականքների մասին։ Կարող եմ։ Դուք պատրաստ կլինեք արդյոք բացել այդ գրքերը, փող տալ, առնել այդ գրքերը, ճանաչելու համար ձեր ժողովրդի միջի տականքներին։ Ես հասարամյակների հետ պատմությունն եմ ասում, հա։ Միայն սովետական միության ժամանակ հերիք էր բացելու համար, ասենք Խուդյակովին ինչ օրը գցեցին, ոնց արեցին։ Հիմա ես խոսում եմ Խուդյակովի մասին, ոչ թե գրքում չկա նրա մասին, հա։ Հոդվածով կամ YouTube-ի մալիքում դու մենակ մեկնաբանությունները տեսնես։ Շան Վորթուլակոտը ռուսների ասում եմ, այ ժողովուրդ, ախր ինչ ռուսի մասին էր խոսքը։ Այն վաղ ռուս չկար, չէ՞։ Ախր այն ժամանակ ինչ ռուսի մասին էր խոսքը։ Սովետական միություն։ Мой адрес не Домини улица, мой адрес Советский Союз։ Մենք բոլորս գիտենք, որ մենք ընդհանրապես սովետական միություն ենք։ Այս մարդը մտածում էր, որ ինքը սովետական միությունը լուրջ բան է մատուցում, չէ՞։ Երբ որ Բաքվում ասենք հեղափոխություն էին անում բոլշևիկները, այդ Բաքվի 26 կոմիսարներ չգիտեմ, մարդիկ մտածում են, որ լուրջ ինչ-որ բաներ էին անում։ Մեկնաբանությունները թեթև տարի, կարող է Շիրինյանն ու Խզմալյանն են գրել։ Չէ, կարևոր չի սա, բայց հիմա ասում եմ լավ, Խուդյակովին մի կողմ դնենք։ Բայց չէ՞ որ այնտեղ ապրում էին, ասենք Թիֆլիսի Օսանի երկու որդիները, հա, ասենք Հմայակ եւ Բոգդան Քաբուլյանները, հա։ Չէ՞ որ այնտեղ ապրում էր, ասենք Ստեփան Մամուլյանը, որ իդեպ մեր Ռուբեն Մամուլյանի բարեկամ էր, գուցե չգիտեմ, որովհետեւ երկուսն էլ Թիֆլիսից են, երևի թե ինչ-որ բարեկամ կլինեն, ուր Մամուլյանը, ուր այս Մամուլյանը։ Այնտեղ ապրում էր Ռաֆայել Սարգսյանը Բերիայի զինված Տիգնազորի պետն էր, հա։ Ինչ անում Ռաֆայել Սարգսյանը որոշում է վրեժխնդիր լինել Բերիայից, որովհետև Բերյան շատ վատ էր պահել իրեն, նրա հանդեպ, ստորացնել էր Բերյան, ինքը ինչ կարող էր անել, հա։ Ում պիտի օգտագործի վերակենում գնում Աբակումովի մոտ։ Դու տեսնես Խուդյակովի, ասենք, այդ անկումը, իրան ասում էին ստալինյան բազ է, հա։ Ստալինյան բազ է։ Երբ որ կարդում ես այդ պատմական փաստերը, Արտակ, երբ որ բացում ես այդ վավերագրական փաստերը, Ստալինի որդին ասում է ամբողջ օրը Վասիլին, ամբողջ օրը հորն ասում էր ես չեմ հասկանում, այս մարդը կարող է քոտը, ինչ արել այս մարդը։ Նախադեպը չունեցող կարիերեր, նախադեպը չունեցող։ Պատերազմի ընթացքում 1941 թվականի հունիսի 22-ին, երբ որ ֆաշիստները հարձակվեցին սովետական միության վրա, այս մարդը ընդամենը գնդապետ էր։ Շտաբի պետ էր կամ պետի տեղակալ էր, չգիտեմ, գնդապետ էր։ Անց 3 տարի հետո այս մարդը շտաբի պետի գնդապետի կոչումից հասավ մարշալ ավիացի։ 3 տարում մարշալ Ժուկովը հաղթանակի մարշալը, այդ նույն ճանապարհը գնդապետից մարշալ անցել էր 17 տարում։
Ու անդադ հարցնում են, ասում են լավ, ես Խուձիակով ինչ արել, էլի, ինչի հասավ ստեղ։ Ու երբ որ նայում ես թե հայերը ոնց խառնվեցին, ասենք Ռաֆայել Սարգիսովը ոնց կարողացավ, ասենք Խուձիակովի տակ այսպես ասած քանդել իրեն փրկելու համար, Բերիայից, այստեղ օգտագործեցին Աբակումովին, Սարգիսովի եւ Աբակումովի այսպես շահերը համընկնում, որտեղ երկուսն էլ ուզում էին Բերիայից ազատվել, Ուղղակի այսպես սարքեցին Շինծու այդ գործը, իբր չգիտեմ, պիտի խոստովանես, որ դու Բերյան ժամանակին Բաքվում, ասենք, անգլիական շպիոններ եկել, բայց Բերյան այն ժամանակ 14-15 տարեկան լակոտ էլի, ասենք շպիոնների մասին խոսք լինել չէր կարող էլի։ Հայերը դուք պատրաստ եք լսել, եթե ես գրքի մի տականքներից մի խոսեք, բանը։ Դե հիմա տես, դու չես ուզում, չէ՞։ Չէ, չեմ ուզում, որովհետև իրենք իրենց կմոռացնել կտա։ Արտակ ջան, նայ։ Ես ուզում եմ լսել օրինակ հնդկական մեր հզոր, Հնդկաստանում մեր հզոր հայերի մասին։ Ես կարծում եմ ճիշտ ներկայացնելու ձևը հենց սա է։ Օրինակ, նայ, տես, ես շատ Ուզում եմ հպարտանամ, կներեք, ուզում եմ այդ անգլերեն ասած success story-ները, ունենամ հաջողված պատմությունները եւ դրանց որպես օրինակ ներկայացնեմ։ Որովհետեւ ներողություն, պարոն Մավելյան, եթե մենք ներկայացնում ենք ոչ թե օրինակ Բխիդար Սպարապետի կամ Դավիթ Բեկի ժամանակահատվածը եւ ներկայացնում ենք Տեր Ավետիսին, ինչի ենք մենք այդ մարդուն ներկայացնում, որը Հալիձորի դարպասները բացեց, Հալիձորի դարպասները։ Ցավները տանում դրա կողքը կա Դավիթ Բեկ, դրա կողքը կա Մխիթար Սպարապետ։ Այո, դրա կողքը կար, հիմա տեսեք, Խուձիակովի կողքը կար Քաբուլով եղբայրն, որ մտնում էր, ասենք, Սուխանովսկի բանտում, ծեծում էր այդ մարդուն, օրինակի համար։ Հիմա եթե մենք անտեսում ենք Քաբուլյաններին, անտեսում ենք Սարգիսովին, չգիտեմ Ստեփան Մամուլյաններին եւ խոսում ենք Խուձիակովից էլ չենք խոսում, Խուձիակովը սովետական միությունը ծառայեց ռուսներին, չգիտեմ այսպես։ Օրինակն եմ ասում, այս հասարակության մեծամասնության համար դրանք ռուսների համար, սովետական միության համար։ Չէ, հիմարությունն է դա։ Գիտեմ, որ հիմարությունը, որտեղ էլ եմ ասում, ենթագիտակցաբար դա մեր հայրենիքն էր։ Լավ, վերցնենք ուրիշ մեկին, վերցնենք օրինակ, չգիտեմ, Եփրեմ խանին, ենթադրենք, չգիտեմ։ Պարսկաստանի ազգային ազատագրական պայքարի հերոս, Դաշնակներով բանով վերկացան գնացին կռիվ մաղալացին Եփրեմ խանին դրեցին ոստիկանության պետ, հետո դրեցին այսպես ազգային նույնիսկ դաշնակները վիճեցին, հետո ասեցին սա քո տեղը չի, բա քեզ հարիր չի, այսպես, Իբր դու ինչ գործ ունես Թերանի ոստիկանության հետ։ Կամ ասենք այն մեր ամենասկանդալային կերպարներից մեկը իմ այդ Հակոբն էր, Հարության Հակոբ անունը մեզ ոչինչ չի ասում, Արտակ, որտեղ կուզես փնտրի։ Ինձ ոչինչ։ Գրի, ինչ ուզում ես գրի, որտեղ ուզում ես փնտրի։ Եթե մի բան հանկարծ գտար տակ անպայման, եթե բարեխիղճ մարդ է եղել, ասենք պիտի հղումանի ինձ օրինակի համար, ասենք ես իշտեղն եմ կարդացել կամ որտեղ էս Հակոբը գնաց դարձավ Ջակոմո հերիք չի, Ջակոմո Հարությանը մնաց, մի կերպ ասենք իսպաներեն ոչ մի բանի մեջ չէր կարողացել տեղավորել, լատիներեն երևի, այդ Հարությանը չէր իմացել ինչ անել, տենց էլ մնաց, բայց Խարբերդի ջարդերից վեր գնալ թուրն ու թվանքն առելն ու գնալ Պանչո վիլայի զորքերի դեմ կռվել։ Դու մի հատ քարտ ես արի դնենք, տեսնենք Խարբերդը ուր, Պանչո վիլան ուր, վերջան Մեքսիկան։ Անգիր դու ոնց էր գնացել հասել Մեքսիկա այդ ջարդերից փրկված։ Այդ ոնց էր գնացել այնտեղ դարձել գեներալ։ Նա էլ դարձալ Մեքսիկայի ազգային ազատագրական պայքարի հերոս։ Նա էլ թուր թվանքն առը գնացել Պանչովիլայի դեմ կռիվ էր անում։ Այն ժամանակ, երբ որ ստեղծվում էր հայկական լեգիոնը, չնայած մարդը լուրջ ներդրում ունի, շատ լուրջ ներդրում ունի։ Եկավ հայկական լեգիոնի կազմում էլ գնաց կռվեց Կիլիկյան, չգիտեմ այսպես։ Բայց նայում ես, ասենք այդ թռիչքները, մենք ամենասկանդալային կերպարներից մեկը, բանի Սամի влиятельный оружейный барон։ Այս մարդու մասին էսպես էին ասում։ Սամի влиятельный оружейный барон։ Ախպեր ցերուի հետ աշխատեց, Միվեցի հետ աշխատեց, սովետական միության հետ աշխատեց, Մոսադի հետ աշխատեց, բոլորի հետ աշխատում էր այս մարդը։ Նավերով, վագոններով զենքն այնտեղից վերցում տանվեր են, այնտեղից բերում տանվեր են, ցերուն գիտեր, որ ինքը KGB հետ աշխատում, KGB-ն գիտեր, որ ինքը Մոսադի հետ աշխատում, Մոսադը գիտեր, որ ինքը Միվեցի հետ աշխատում։ Վերջում ցերուն իհարկե կոտրեց այս մարդուն, այսպես ջարդուբրուց Սարգիս Սողանալյան ունենք, Իմիջայլուց այդ «Оружейный барон» ֆիլմը որ կա, տեսել ես Նիկոլաս Քեյջը խաղում։ Оружейный барон, Նիկոլաս Քեյջն է խաղում, այնտեղ ըստ ֆիլմի սցենարի Նիկոլաս Քեյջը ներկայացնում է ռուս ինչ-որ էմիգրանտի, որ Ռուսաստանից փախել եկել է, Սարգիս Սողանալյանի այդ
պրոտոտիպ կոչվածն է, դա ու Սարգիսը անձամբ էր Նիկոլաս Քեյջին ինստրուկցիաները անում այդ ֆիլմի մեջ, հա, ոնց որ մեր դոկտոր Ջեքը, հա, մենք բան ունենք, չէ, դոկտոր Սմերց էին ասում իրան, դոկտոր Ջեքը ինստրուկցիա էր անում Ալ Պաչինոյին, երբ որ նկարահանում էր «Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմը։ Այս մարդը աշխարհի երեսին դարձավ ամենասկանդալային բժիշկը, որտեղ որոշեց, որ մարդիկ իրավունք ունեն կյանքից հեռանալ բարեխիղճ մեթոդներով, այդ մերսիտրոն կոչված սարքներ հնարել, մարդիկ նստում էին, ինքը ոչինչ չէր անում, ասենք այդ ռակով հիվանդների կամ չգիտեմ կամ էվտանազիա կոչված է, էլի։ Հա, հետո հասավ նրան, որ այդ էվտանազիան պիտի մտներ արդեն բերթեր, ասում էր հերիք չի տանեք այդ մարդկանց տոկի տակ մորթեք, ջարդեք, շրեք։ Եթե մարդը պիտի կյանքից գնա, թույլ տվեք ինքը որոշի ոնց գնալ։ Մեկը գնում այդ մարդը։ Թույլ տվեք ինքը գնա։ Ու այդ մերսիտրոնը, այսպես մի քիչ եթե թարգմանենք, բարեն չեմ կարող բառը ճիշտ ասել, բայց ուզում եմ ասել գթություն դրսևորեք, էլի, պարոնայք։ Մի մարդկանց համար դարձավ սկանդալային կերպար, ոչ ոք իրավունք չունի մարդուն կյանքուց զրկելու, դա միայն Աստծո գործն է, հա։ Մարդը չի կարող մարդուն կյանք, մյուսների համար ասում են հերթ էին կանգնում այս մարդու մոտ, այն մարդիկ, ովքեր անբուժելի հիվանդ էին, ասում էին, խնդրում ենք, փոխել չէր մարդու, չէր ասում, ինձ փող տվեք, ես ձեզ սպանեմ։ Ասում էր ժողովուրդ, սա այդ նյութը, որ պիտի սրսկեն, արժի 1 կամ 2 դոլար։ Այդ 1-2 դոլարը դնում եք այնտեղ, այդ նյութը վերցնում եք, դնում եք այնտեղ, դուք եք որոշում, ուզում եք գնալ, թե չեք ուզում գնալ։ Բայց այդ մարդուն համացին մարդասպան։ Դոկտոր Ջոն Նաջարյան, դոկտոր Կազանջյան, դոկտոր չգիտեմ, Ջոն Նաջարյանը համարվում է փոխպատվաստումների, այսպես ասած, առաջին բժիշկներից աշխարհում, փոխպատվաստումների։ Ես այսօր էլի կարճ ակնարկով խոսել եմ մեր երիտասարդ բժիշկի մասին, ընդամենը 32-33 տարեկան, գիտես Չերչիլը փոշտամունքի առարկա էր դարձել այս տղան։ Փոշտամ իրան ասում են արևմտյան ռազմաճակատի կախարդը։ Մենք թարգմանում ենք որպես հրաշագործ, հա, ճուդատվորец, բայց երբ որ կարդում ես բնագիր, երբ որ կարդում ես ամերիկացիները ինչ էին ասում, ասում են կախարդ էր այս մարդը, ինչ էր արել։ Այս մարդը պլաստիկ վիրաբուժության հայրերից է համարվում, եթե ոչ առաջինը, հա։ Պրոֆեսոր Կազանջյանը։ Հիմա այս մարդկանց դնում ենք Արտակ ջան, գալիս ենք մեր այսօրվա իրականության մեջ մենք պատերազմ անցանք 30 տարի, ինչ կորցրեցինք, ինչ վիրավորներին, հետո հանկարծ նայում ես, ասենք դրսի բժիշկներին, որ միլիոնավոր կյանքեր են փրկել, հետո նայում ես դրսի զորավարներին, Գորգին խան, Եփրեմ խան, չգիտեմ արդյոք գեներալ Պանչովիլայի դեմակարգում, Ջակոմո Հարությունյան, նայում ես այսպես Հունգարիայի ազգային ազատագրական պայքարի հերոսները, Հունգարիայի ազգային ազատագրական պայքարի, Հունգարիայի հակահայ քաղաքականությունը առնվազն այս վերջին տարիներին հասկանում ես, ինչ անում։ Հունգարացիները երբեք դրա մասին չեն խոսելու, նախ նրանց անունները ոչինչ չի ասում։ Վիլմոշ Լազար, ով էր Վիլմոշ Լազար, Արտակ ջան։ Յանոշ Ցեց, ով էր Յանոշ Ցեցը, ինչ իմանամ ով էր։ Էրնո Քիշ, ոչինչ չի ասում, հասկանու՞մ ես։ Սարիբեկյան Գուրգեն չի օրինակ, հիմա որ ասես ոնց էր հայտնվել ընդել։ Վիլմոշ Լազար, Յանոշ Ցեց, Էրնո Քիշ, կարդում ես ու ոչ մեկ չգիտի ովքեր են այս մարդիկ։ Սպիրու Հարետ, ով էր Սպիրու Հարետը, Սպիրու Հարետը Հունգարիային, Ռումինիայի ներողություն են լուսավորության, այսպես ասած, Գրիգոր լուսավորիչ դեր էլ, ասենք Ռումինիան այսօր ինչ ունի, այդ մարդուն գոնե պարտական են։ Նույնիսկ տունը, ասենք, թողեց, հիմա այնտեղ բանի համալսարանն է, հա, այդ դարձավ այդ համալսարանը, այդ աստղագիտության մեջ, այստեղ Սպիրու Հարետ, ինչ։ Հիմա երբ որ կարդում ես այս մարդու կենսագրականը, բացում ես գալիս, որ այս մարդը ընդամենը Սպիրիդոն էր, հայկական, Արցախի մելիքների տոհմից։ Իմիջիալոց Սպիրիդոն Հարեթը նույն է Ջակոմոյի ազգից էր, երկուսն էլ Հարության էին, չգիտեմ ոնց են մեկ այնտեղ հայտնվել, մեկ այնտեղ, ասենք Սպիրու Հարեթը, Սպիրիդոն Հարությանը դարձել էր Սպիրու Հարեթ։ Այսպես այս անունները, որ բացում ես, այսինքն եթե չբացես, դու երբեք էլ չես իմանա, մարդիկ կլսեն, մարդիկ ասեն, արա դե հերիք հայել օթից դուրս տակ, մենք ինչ եք արել, որ մի հատ տեսա, մի հատ երկու քո անուն տակ կպրծնի, էլի։ Առանց հասկանալու, որ գիտես ինչ անկյուններում կգտնես այս մարդկանց անունները։ Գիտես որտեղ կտեսնես այս մարդկանց անունները։ Ռոմեական կայսրերն ասում են սարսափում էին Կիլիկիայի ծովահեններից։ Կիլիկիայի ծովահենները էին ասում այս մարդիկ այն ժամանակներում արտակեն անթիվ անհաշվելի ժամանակներում բանկային համակարգ էին ստեղծել։ Ամբողջ բանկային համակարգ
Western Union-ն է ստեղծել այդ մարդիկ այն ժամանակ։ Աշխարհի ծայրից այնց այլ ապրանքներ ու գումար էին տանում բերում, ոսկու արծաթ էին տանում բերում, տոկոսի մեջից առնում էին։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ես վստահաբար ասում եմ, եթե Վենետիկում հանկարծ մի օր ես մեր կակեբեի պես որոշեն, ասենք, այնտեղ շուտ լյուստրացիա անել եւ Վենետիկի փաստաթղթերը բացել, ամեն քարի տակ տեսնես մերոնց անունները։ Այ ոնց որ Շեստինսկին ռուս պոետ կարա 70-ական թվականներին գնում է Սինգապուր, երազում ենք չի Սինգապուր, այդպես ուր հասան մարդիկ։ Ու ինքը գրում արտակ։ Այդ մարդու օրագիրը կա։ Մարդու օրագիրը նման բաներ չես կարող ես, ասում է 70 որ թվականա չեմ հիշում, հանկարծ սխալ թիվ չասեմ։ Ասում է ես կանգնել էի հայկական եկեղեցու առջև, նայում էի եկեղեցու բակում թաղվածների շիրմաքարերին, կարդում էի շիրմաքարերի վրայի թվերը եւ կարդում էի քարերի վրա նրանց արած գործի մասին, գրել էին Սինգապուրում։ У ինքը հենց էլ ասում է, բոժու մոյ, ведь армяне построили этот город։ Սինգապուրը, նույնը Հոնկոնգը։ Հետո նայում ես մեր խոջաները, այսպես է, Պարսկաստանից գնացին Հնդկաստան, դարձան միլիոնատերեր, միլիարդատերեր, արտակ Հնդկաստանի բանակի զինված այդ սպառազինության եւ ընդհանրապես բանակը պահում են հայ խոջաների գումարների մոտ 75% հայ խոջաներն էին տալիս հնդկական բանակի։ Չհաշված Գորգին խանի պես ասենք հերոսները, որ կանգնած էին այդ բանակի, ասենք մենք Արամ Կարամանուկյան ունենք, մի 2 տարի առաջ Հայաստանում բարեկամներ ուներ այդ մարդը, փորձեցի կապնվել, զանգեցի, ասեցի ես Արամ Կարամանուկյանի հետ ասեց գեներալի մասին, խոսքը, իհարկե գեներալի մասին է խոսքը։ Չուզեցին դուրս գալ հարցազրույցի։ Երբ որ Սիրիան վերջնականապես ազատվեց եվրոպական լծից, հա, որտեղ Օսմանյան կայսրությունից հետո մի հատ ընկա ֆրանսիական մանդատի տակ, չէ։ Երբ որ եվրոպական լծից էլ ազատվեց, Արամ Կարամանուկյանը համարվում է Սիրիայի բանակի հիմնադիրներից։ Առնվազն Լիբանանի 3 նախագահները ծագումով եղել են հայ։ Հիմա գնում ես ասում ես Արգենտինայի ադմիրալներ, այստեղ Բրազիլիայում, Արգենտինայում, Չիլիում, կամ չգիտեմ այնտեղ, այ շուտ ջան, նորից պիտի ասեմ, այդ անգլիացիների խոսքը, երբ որ մտան Բենգալիա, Գորգին խանին սպանելուց հետո, դավադիր սպանությունից հետո, մենք սրա մասին խոսել ենք, երբ որ Գորգին խանի դավադիր սպանությունից հետո մտան Բենգալիա, հայերին կանչեցին, այս ամեն ինչ հիմա ես ինչ որ ասում եմ, հա, ու մոտավոր էս կոնտեքստի մեջ, այսպես դրեցին հայերի դեմ, ասեցին, հա, տղեկ, ախորպես մի հատ հարց տանք, էլ եթե կարողանաք պատասխանել, հալալած ձեզ ախպեր։ Անգլիացիները մի Ես իմիշ չեն էլ, ասենք մի կեղտոտ, ասենք բանել նրանք են եղել, ամբողջ կյանքները գաղութացնեն, խփեն, ջարդեն, փշրեն, հա։ Ասում եմ, տղեկ ջան, ուզում են գնանք Աֆրիկա, ելնեք դեմներս։ Կեթանք Հնդկաստան, ելնեք դեմներս, կեթանք Պարսկաստան, ելնեք դեմներս, կեթանք Աֆրիկա դուք եք, կեթանք Եվրոպա դուք եք, եթե մենք ուր գնացինք դուք եք, այ ախպեր ջան, բայց ֆռում ենք, գնում ենք Հայաստան։ Այնտեղ ցարական Ռուսաստանն է դուրս գալիս մեր դեմ, ասում է, ինչ ունեք ասելու, որ Ընկերներ ձեզ տուն, տեղ, ժողովուրդ, ասենք չունեք։ Բա Հովսեփեմին ու Շամիրյանն ինչ էին անում, եղբայրներ։ Ընկել էին վրացիների դուրն էին ծեծում, Պարսկաստանի դուրն էին ծեծում, ինչ էին ուզում, Հովսեփեմին ինչ էր ուզում անել, որ այդպես էլ չթողեցի կաներ այդ մարդը։ Բա Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի, Պարսկաստանի ազգային, Բրազիլիայի ադմիրալ, Չիլիի ադմիրալ, չգիտեմ ինչի ադմիրալ ու գալիս ես Հայաստան ասում ես ինչ ունենք, վերջին 30 տարում ինչ ունենք ընդլայնված չափերով մեծացած եռաբլուր ունենք Արտակ ջան։ Ֆենոմենալ եւ զորավոր եւ անզոր, որովհետեւ այս մարդիկ չկարողացան գնահատել ունեցածը։ Հիմա երբ որ ես գիրքը մենք վերահրատարակել ենք, սա
շատ խիստ սահմանափակ քանակությամբ ենք վերահրատարակել, ուզողները շատ են։ Ու գիտես, ինչքան քիչ է քանակը, տպաքանակը այնքան թանկ են հաշվում։ Հա, ունենք 2-3000 օրինակը, ուրիշ գին են հաշվում, 200-300 օրինակ ուրիշ գին են հաշվում, ինչ թանկ են հաշվում, եթե քիչ է։ Բացատրում եմ, ասեմ ցելի ժողովուրդ, որովհետև այսպես քիչ էր, գնային մի աննշան տարբերություն պիտի լինի, հա։ Ու անդադ կզանգեն, բա տես չէր, բա ասում եմ ժողովուրդ, գիտես Նիչեն շատ սիրուն է, ասում ներողություն եմ խնդրում, հայերեն կա ճիշտ թարգմանում, ռուսերեն պիտի ասեմ, ասում է всё что имеет цену не имеет ценности։ Այսինքն եթե դու ինչ-որ բանի համար վերջին հաշվով կարող ես գին որոշել, դու արդեն արժեք չես գտնել ուտեղ։ Հա սա սիմվոլիկ գումար, ասենք ծախսվել այսքան գումարը վերջ տար դու, բայց եթե դու գինն ու արժեքը չես կարողանում տարբերել, պարոնայք աշխարհի որ մասում էլ եղաք, դու գինն ու արժեքը չտարբերեցիք։ Խոջաներ, էսեր, էնել, ինչու ես Մանթաշովի մասին այսպես խոսում, ասում եմ, տարօրինակ Հակոբ Պարոնյան, Երվանդ Օծյան, Սիրանուշը մեր հայ բեմի այսպես ասած Ռավիրան Թագուհին, հա, բոլորը մահացան աղքատության մեջ։ Երվանդ Օծյանն ու Սիրանուշը թաղված են Եգիպտոսի Մարմինագերեզմանատանը կողք-կողքի։ Նրանք երկուսն էլ մահացել են չքավորության մեջ, հիվանդության մեջ, Հակոբ Պարոնյանի պես։ Սա այն ժամանակներում, երբ որ Գյուլբենգյան գալուստը Պողոսն ու Բարփաշան հիմնում էր հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ոչինչ չունեմ, մարդիկ շատ գործ են արել, այսպես ես նրանց չեմ կպնում, նրանց մասին չի խոսքը, որտեղ Գալուստ Գյուլբենգյանը գոնե շատ փորձեց այս ժողովրդին օգտակար լինել, բայց մարդիկ մահացան աղքատության մեջ։ Այսինքն դուք ձեր մտավորականին չբերեցիք, ասեք, գիտես ինչ, ես որ զենք եմ ստեղծում, Արտակ ջան, այդ զենքը վաղը նոր է կունենա։ Ավելի նոր է կլինի, հա, ոնց որ հիմա մենք գնում ենք iPhone 15 ենք առնում, մինչև դրա փողերը չենք հասցնում փակեն, մենք էլ դնում ենք 18, 19, 20 եկավ արդեն։ Հիմա այս 5-րդ սերնդի պատերազմը որևէ զենքով զարմացնել չի լինի, որտեղ չգիտես վաղ ինչ է լինելու, բայց երբ որ դու սերունդ ես կրթում, դու կրթում ես հազարամյակների կտրվածքով, ոչ թե վաղվա։ Եկեք այստեղ ձեզ ընդհատեմ ու այսօր այսքանով սահմանափակվենք եւ էլի ոնց ռետորական հարցով չհամաձայնվելով ձեզ հետ, որ պետք չի վատ օրինակները ներկայացնել, որովհետև դրանք իրենց ազդեցությունն են ունենում։ Եկեք զուգահեռը շատ կարճ ասեմ։ Դուք վատ հրեա լսել եք։ Ինչ։ Վատ հրեա։ Առավել եւս որ հրեայի մասին խոսի հրեան բացասական երանգների ներքո չեք լսել, պարոն Ամելյան։ Ու այդ միֆը հրեաներից է գալիս, որ իրանք այն սամոյի Մենք չգիտեմ ինչի, այդ տեսեք դուք ցավով եք ասում։ Ձեր գուցե, չգիտեմ, սրտի կսկիծով ոնց կարա հայ թագուհին հայ բեմի աղքատության մեջ ապրի։ Չգիտեմ, ես այդքան խելացի չեմ, որ ասեմ լուծումը որն է, դեղատոմսորն է, բայց մի բան հաստատ գիտեմ, որ պետք չի, պետք է անտեսել վատը, նեգատիվը, բացասականը, կամ ոչ թե անտեսել, անուղղակի մենք անտեսենք, եթե խոսենք լավ օրինակներից։ Լավ օրինակը դրականը ուժ է տալու, թև է տալիս։ Մարդը ուզում է լսի դրականը, մարդը ուզում է լսի քաջալերողը։ Շատ կարճ, որովհետև մոտ 1 ժամ է զրուցում ենք արդեն։ Շատ լավ։ Հիմա մարդուն երեխային գիշեր-ցերեկ լույս են քարոզում, լույս են քարոզում։ Երբ որ այդ երեխան հանկարծ հայտնվեց խավարի մեջ, ինքը չի հասկանալու, որ ինքը խավարի մեջ է։ Մենք վատը չենք ներկայացնում, բացարձակապես։ Իմ հայրս ինձ սովորեցրել է, որ երեխային ճիշտ դաստիարակելու համար գոյություն ունի ընդամենը մի ճանապարհ։ Ոչ երես տալու խնդիր կա, ոչ էլ այսպես ճիպոտի վարդապետություն կա, հա։ Գոյություն ունի սև, գոյություն ունի սպիտակ։ Եթե դու չես կարողանում ճիշտ ցույց տալ սևը եւ սպիտակը, այս երեխան վաղ էս երկուսը խառնելու է։ Հա։ Եթե դու հասարակությանը չես կարողանում ցույց տալ քո միջի թշնամին ով էր, քո բարեկամը ով էր, անցնում է ժամանակաշրջան, սերունդները սկսում են թշնամուն ասել բարեկամ, բարեկամին ասում են թշնամի։ Այսինքն սա ոչ թե ազգի որակը դնելու համար է սա մի կողմ, նախ ես չեմ խոսում դրանց մասին։ Հիմա հрьяաները միֆ ասեմ կարճ։ Հрьяաներն հարցնում են, ասում են, պարոնայք, այդ ճիշտ է, որ դուք աշխարհի ամենախելացի ազգն եք։ Ես սա անեկդոտիկ պես չգիտես։ Հрьяաներն ասում են, գիտես, որ ամեն հասարակության մեջ, նույնիսկ հрьяաների մեջ, ինտելեկտուալ զանգվածը շատ քիչ է։ Շատ քիչ է։ Ասենք բնակչությունը կլինի 1 միլիոն թե 250 միլիոն, միևնույն է այդ ինտելեկտուալ զանգվածը շատ քիչ մարդիկ են, բայց հрьяաներն ունեն մի
մեխանիզմ, որը աշխատացրեցին ու աշխատացնում են մինչև այսօր։ Ինչ արեցին, ասում են մենք այդ քիչ տոկոսի միջից կարողացանք ընտրել այն մարդկանց, որոնք մեզ պիտի առաջնորդեին։ Մենք ունենք 99% օրինակ եմ ասում, մենք չէ, հասարակությունը վերցնենք 99% ասենք անգրագետներ, անգրագետ չէ, անգրագիտությունը բուժելի հիվանդություն է, տգետներ, հա, տգետներ։ Եվ ունեն մի տոկոս ինտելեկտուալներ, հիմա այս 99%-ը պիտի ինչ կամքի տեր լինեն, ինչ ուղղորդող պիտի ունենան, որ այն մի տոկոսի միջից ընտրեն 4 հոգի, եւ այդ 4 հոգին կարողանա պետությունը հանձնել եւս 4 հոգու, որpիսի այդ պետությունը այսօր ոչ թե գնա սրա նրա դուրը թակի ասի, գիտես, ինչ պարսիկները, հնդիկները կամ ռուսները, ճիշտ ռուսնա թե պարսիկնա, ճիշտ ամերիկացինա, արդյոք դու հասկանում ես, որ այս գրքերի կենսագրականներ, եթե համատեղենք էլի երևակական մի երկիր սարքենք, այս մեր բոլոր արևաններն այսօր պես դուրը ծեծեին ասեն թույլ կտակ ձեր ծեծեն այդ արևանները մեր դուրը, որովհետև մեր արևանները երբեմն մեզանից լավ գիտեն մեր ով լինելը, մեր զորեղությունը ու մեր ներուժը։ Շնորհակալություն ձեզ։ Համեցեք։ Գրող Էդուարդ Մանվելյանն էր այսօր Life Armenia-ի տաղավարում։ Շնորհակալություն նաև ձեզ, որ հարցազրույցը դիտեցիք եւ մեր ալիքին բաժանորդագրվեցիք։